Թուրքիան եւ Ադրբեջանը շատ արդեն ակտիվ են գործում եւ Հայաստանում արդեն ասպարեզ են բերվում առաջին դերերին այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր երբեք չեն թաքցրել իրենց թրքասիրություն եւ թրքամոլությունը։ Եվ այս անձնավորությունը, որը չգիտես ինչի շատ ներվում է, որ ասում են, որ ինքը Ստամբուլում է սովորել, ասենք ուսումնասիրություն կատարել եւս սովորել է, ասեմ ձեզ, որպես 23 տարվա դասախոսական ստաժ ունեցող մարդ, այնպես որ բացարձակ զարմանալի չէ, որ Քլչի Ռուբենը դարձավ ազգային ժողովի նախագահ, մի մարդ, որը ուսանել է Լոնդոնում, դուք գիտեք Լոնդոնը, որ երկրի մայրաքաղաքն է եւ ինչ ուրեմն գաղափարներ է տածում, հատկապես իր մոտ սովորող ուսանողները հետագայում ինչ պաշտոններ են զբաղեցնում համապատասխան երկրներում եւ հետագայում ինչ պատուհաս են դառնում այդ երկրների համար, դա ոչ մեկի համար նորություն չէ, հետո Կրակովում, որ համարվում է սորոսականների ամենախոշորագույն կենտրոններից մեկը Արևելյան Եվրոպայում եւ Ստամբուլում, Սաբանչի համալսարանում, չգիտեմ, Ռուբենը 7 թե 8 ամիս ուսումնասիրություններ է կատարել, իրականում ուսումնասիրություն կատարել, դա եւս ուսանել է եւ սովորել է, այնպես որ ոչ մեկի համար դա պետք է զարմանալի չլինի, որ ինքը այդպես հիստերիկի նման ասում է ես չեմ սովորել, ուսումնասիրություններ է կատարել մի համալսարանում, որը պատրաստում է թուրքական գործակալներ եւ թուրքական ազդեցության տակ գտնվող մարտիկ է փոխարկում, այսպես ասած, այսինքն թուրքական ազդեցության տակ մարտիկացնելով նկատում եմ հիմնականում օտար երկրացիներ, ովքեր սովորում են այդ Սաբանչի համալսարանում, այնպես որ Քլչի Ռուբենի ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելը իմ սուբյեկտիվ կարծիքով, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, թելադրված է Անկարայից։ Էրդողանն է հրամայել Նիկոլին, որ մեր տղային չագեշտավոր դարձնես ազգային ժողովի նախագահ։